Բարև ձեզ, ավարտվեց նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026-27 մրցաշրջանի երրորդ մրցափուլը։ Այսօր կանդրադառնանք այդ մրցափուլի ընթացքում տեղի ունեցած վիճահարույց եւ հետաքրքիր իրավիճակներին։ Առաջի խաղում Ուրարտուն ընդունել էր Սյունիքին եւ մի քանի հետաքրքիր իրավիճակներ եղան տուգանային հրապարակներում։ Առաջին իրավիճակում կարող եք տեսնել, որ Գերոհի ընթացքում Սյունիքի խաղացողը տիրում է գնդակին եւ փորձում է հեռացնել գնդակը սեփական տուգանային հրապարակից, սակայն հեռացնելու պահին գնդակը դիպչում է նրա թիմակցի ոչ այնքան բնական դիրքում գտնվող ձեռքին։ Սակայն համաձայն խաղի կանոնների նմանատիպ իրավիճակներում, երբ որ պաշտպանը փորձում է հեռացնել գնդակը տուգանային հրապարակից եւ այն դիպչում է նույնիսկ անբնական դիրքում գտնվող թիմակցի ձեռքին, չպետք է նշանակվի 11 մետրանոց հարված։ Նույն խաղում նշանակվեց 11 մետրանոց հարված Սյունիք թիմի դարպասին, տուգանային հարվածի փոխանցումից հետո պաշտպանվող խաղացողը բռնում քաշում է Ուրարտու թիմի խաղացողին, դրանով չթողելով նրան շարունակել պայքարը գնդակի համար։ Կրկնապատկերներում տեսնում ենք, որ իրականում պաշտպանը ձեռքով բռնել է հարձակվող խաղացողին եւ թույլ չի տալիս նրան շարժվել դեպի գնդակը։ Ցավոք սրտի, այս իրավիճակում միայն մեկ տեսախցիկն է ֆիքսել այս դրվագը, մնացած բոլոր տեսախցիկներում հստակ տեսանելի չէ այդ խախտումը։ Նայելով կրկնապատկերը տեսնում ենք, որ իրականում 24 համարի խաղացողը բռնել է մրցակցին, իհարկե շատ ավելի լավ կլիներ, եթե մեկ այլ տեսախցիկից նույնպես կրկնապատկեր ունենայինք, սակայն տեսնելով այս ամենը վառ մրցավարները հաստատում են մրցավարի կայացրած որոշումը, քանի որ նրանք չունեն մեկ այլ կրկնապատկեր, որը կապացուցի, որ տվյալ իրավիճակում խախտում չի կատարվել։ Մեր կարծիքով վերջնական արդյունքում եւ մրցավարի եւ վառ մրցավարի գործողությունները ճիշտ են եւ 11 մետրանոց հարվածը ճիշտ է նշանակվել։ Խաղին փոխհատուցված ժամանակի առաջի րոպեին եւս մեկ 11 մետրանոց հարված նշանակվեց Սյունիք թիմի դարպասին։ Ինչպես տեսնում եք, Ուրարտու թիմի խաղացողը փորձում է անցում կատարել եւ հարվածել դեպի դարպասը, սակայն պաշտպանը խախտում է կանոնները նրա նկատմամբ։ Կրկնապատկերներում կարող ենք տեսնել, որ պաշտպանվող խաղացողը չի դիպչում ընդհանրապես գնդակին, չնայած նա փորձում է հեռացնել գնդակը, կատարում է գնդակ խաղալու փորձ, բայց նա դիպչում է գնդակի փոխարեն մրցակցի ոտքին, դրանով չթողնելով նրան շարունակել իր գործողությունները եւ շարժվել դեպի դարպասը։ Տվյալ իրավիճակում նույնպես վառը իհարկե ստուգում է 11 մետրանոցի առկայությունը, տեսնելով կրկնապատկերները, նրանք հաստատում են մրցավարի կայացրած որոշումը եւ ճիշտ նշանակվում է 11 մետրանոց հարվածը։ Անդրադառնանք Գանձասար-Շիրակ հանդիպմանը, բավական հետաքրքիր խաղ ստացվեց։ Խաղի սկզբնամասում Գանձասար թիմը պահանջում էր նշանակել 11 մետրանոց հարված, քանի որ ըստ նրանց տուգանային հրապարակում Շիրակի խաղացողը կատարել էր հավանական խախտում։ Ամեն դեպքում նայելով կրկնապատկերները տեսնում ենք, որ նույնիսկ եթե հպում է եղել պաշտպանի կողմից մրցակցի հետ, բավականին թեթև հպում է եւ դա բավարար չէ 11 մետրանոց հարված նշանակելու համար, ինչպես նաեւ կարող ենք տեսնել, որ հարձակվող խաղացողը օգտագործում է որոշակիորեն այդ թեթև հպումը եւ բավականին ուշացումով է ընկնում, փորձելով խաբել մրցավարին։ Մեր կարծիքով տվյալ իրավիճակում խաղացողը նաեւ պետք է պատժվեր դեղին քարտով, քանի որ նա դիմել է կեղծակերպ արարքի։ Մրցավարի կայացրած որոշումը 11 մետրանոց չկա, շատ ճիշտ է, սակայն պետք է խաղը վերսկսվեր ազատ հարվածով եւ տվյալ խաղացողը կեղծակերպ արարքի համար պատժվեր դեղին քարտով։ Անդրադառնանք այն իրավիճակին, երբ որ Շիրակը գրավում է մրցակցի դարպասը, շատերի մոտ խաղադաշտում, ինչպես նաև հեռուստացույցով դիտելիս կարող է տպավորություն ստեղծվել, որ Շիրակ թիմի խաղացողը փոխանցման պահին գտնվում է խաղից դուրս դիրքում։ Իհարկե հասկանալի է, որ դինամիկայի մեջ շատ դժվար է անմիջապես հասկանալ արդյոք կար խաղից դուրսի խախտում թե չէ, բայց կրկնապատկերում հստակ կարող ենք տեսնել, որ փոխանցման պահին պաշտպանը բավականին հետ է գտնվում եւ նա իր դիրքով, իր ոտքով փակում է խաղից դուրսը, հետեւաբար դարպասի գրավումը ճիշտ էր եւ վերջնական որոշումը իհարկե ճիշտ է կայացվել։
վառի միջամտություն կարիք չկա, նրանք փորձում են ուղղակի մեկ գծով գծել, որ խաղից դուրսի խախտում չի կատարվել եւ այդ մասին տեղյակ են պահում խաղադաշտի մրցավարին։ Ունեցանք եւս մեկ հետաքրքիր իրավիճակ, երբ Գանձասարը գրավեց Շիրակի դարպասը, սակայն մրցավարը չեղարկեց դարպասի գրավումը արձանագրելով խախտում հարձակվող թիմի կողմից։ Կրկնապատկերներում կարող ենք տեսնել, որ դարպասապահը, ով գտնվում է սեփական դարպասային հրապարակում, ցածկ է կատարում, որպեսզի խաղագնդակ, իսկ մրցակից թիմի խաղացողը նախ օգտագործելով ձեռքը հենվում է դարպասապահի ուսին, այնուհետև իր մարմնով ոչ ճիշտ հպում է կատարում դարպասապահի ձեռքերի հետ այն պահին, երբ նա արդեն դիպել էր գնդակին եւ փորձում էր տիրապետել ամբողջովին գնդակին։ Դրանով նա իհարկե խախտում է խաղի կանոնները, որից հետո նրա թիմակիցը արդեն գրավում է դարպասը։ Ինչպես տեղյակ եք, դարպասապահները սեփական դարպասային հրապարակում ունեն առավելություն եւ նրանց հետ նմանատիպ պայքարները արգելվում են։ Ստուգելով տվյալ իրավիճակը, վար մրցավարները համոզվում են, որ մրցավարի խաղադաշտում կայացրած որոշումը ճիշտ է եւ այդպիսով հաստատում են նրա որոշումը չեղարկել դարպասի գրավումը։ Նույն խաղին փոխհատուցված երկրորդ րոպեի ընթացքում եղավ մեկ իրավիճակ եւս, երբ Գանձասարը պահանջում էր 11 մետրանոց հարված, սակայն կրկնապատկերներում կարող ենք տեսնել, որ ընթանում է նորմալ պայքար երկու խաղացողների միջև եւ նույնիսկ հարձակվող խաղացողն է ձեռքով բռնել մրցակցի մարզաշապիկից, տվյալ իրավիճակում մրցավարը խախտում չի արձանագրում, բնականաբար վար մրցավարները ստուգում են տվյալ իրավիճակը, ինչպես ցանկացած իրավիճակ, որը կատարվում է տուգանային հրապարակներում, եւ տեսնելով, որ իրականում ոչ մի խախտում չի կատարվել, հաստատում են մրցավարի կայացրած ճիշտ որոշումը, այն է խաղը շարունակել։ Հաջորդ օրը կայացած Արարատ-Արմենիա-Վան խաղի ընթացքում մրցավարը նշանակեց 11 մետրանոց Արարատ-Արմենիա թիմի օգտին, Արարատ-Արմենիան չիրացրեց։ Կրկնապատկերներում կարող ենք տեսնել, որ Արարատ-Արմենիայի խաղացողը մենակ էր դուրս գալի դարպասապահի դեմ եւ պաշտպանվող թիմի խաղացողը փորձելով խաղալ գնդակ, խախտում կատարեց, այդպիսով զրկելով մրցակցին ակնհայտ գոլ խփելու հնարավորություն։ Իրականում 11 մետրանոցի որոշումը իհարկե ճիշտ է, սակայն շատերի մոտ հարց կարող է առաջանալ, թե ինչու դեղին քարտ ցույց տվեց մրցավարը եւ ոչ թե կարմիր քարտ, քանի որ կատարվել է ակնհայտ գոլ խփելու հնարավորությունից զրկման խախտում։ Խնդիրը նրանում է, որ երբ խաղացողը խախտումը կատարում է, սակայն փորձ է կատարում գնդակ խաղալու, այդ դեպքում կարմիր քարտի փոխարեն նա պետք է ստանա դեղին քարտ։ Եթե խախտումը չկատարվեր, իհարկե հարձակվողը արդեն հարվածային դիրքում էր եւ կարող էր անմիջապես հարված կատարել դեպի դարպասը։ Վար մրցավարները ստուգելով կրկնապատկերները համոզվեցին, որ մրցավարի կայացրած որոշումը ճիշտ է եւ բնականաբար միջամտության կարիք չկար։ Բեկմա-Արարատ խաղի ընթացքում ունեցանք հետաքրքիր եւ բավականին բարդ իրավիճակներ։ Խաղի երրորդ րոպեին կար իրավիճակ, երբ Արարատի խաղացողը մենակ էր դուրս գալիս դարպասապահի դիմաց եւ կարող է շատերի մոտ տպավորություն ստեղծվել, որ Բեկմայի ֆուտբոլիստը խախտում է կատարում նրա նկատմամբ, զրկելով նրան ակնհայտ գոլ խփելու հնարավորությունից։ Կրկնապատկերներում կարող ենք տեսնել, որ թեկուզ շատ չնչին, բայց պաշտպանը խաղում է, դիպչում է գնդակին, այնուհետև նրա եւ հարձակվող խաղացողի մեջ տեղի է ունենում ֆուտբոլային բախում, ֆուտբոլային հպում։ Բնականաբար նմանատիպ իրավիճակներում մենք սպասում ենք, որ մրցավարները չպետք է նշանակեն 11 մետրանոց հարվածներ, քանի որ պաշտպանվող խաղացողը խաղացել է գնդակ, հաջորդ հպումը արդեն նորմալ ֆուտբոլային պայքար է եւ նորմալ ֆուտբոլային հպում։ Տվյալ իրավիճակում նույնիսկ եթե խախտում լիներ, քանի որ խաղացողը եթե նա դիպած չլիներ գնդակին, սա պետք է գնահատվեր որպես ակնհայտ գոլային հնարավորությունից զրկում գնդակ խաղալու փորձով եւ բնականաբար կարմիր քարտ չէր կարող տրվել պաշտպանվող խաղացողին։ Սովորաբար մրցավարներին շատ է օգնում նաեւ գնդակի շարժման ուղղությունը, կրկնապատկերում կարող ենք տեսնել, որ պաշտպանվող թիմի խաղացողի գնդակ խաղալու արդյունքում գնդակը իր ուղղությունը փոխում է եւ շարժվում է այն ուղղությամբ, որով այն կշարժվեր միայն պաշտպանի գնդակին դիպչելուց հետո։
Նույն խաղի 8-րդ րոպեին արդեն եղավ մեկ այլ հետաքրքիր իրավիճակ Արարատ թիմի տուգանային հրապարակում։ Կարող ենք տեսնել, որ պայքարի ժամանակ ԲԿՄԱ-ի հարձակվողը ընկնում է։ Կրկնապատկերներում հստակ չի երևում արդյոք պաշտպանվող թիմի խաղացողի կողմից հպում կատարվում է ԲԿՄԱ խաղացողի ոտքին, այնուամենայնիվ եթե նույնիսկ լիներ այդ հպումը, մեր կարծիքով այն բավարար չէր 11 մետրանոց հարված նշանակելու համար, քանի որ մեծ ազդեցություն չի ունեցել հարձակվողի գործողությունների վրա։ Կրկնապատկերում կարող ենք տեսնել, որ հարձակվողը որոշակիորեն օգտագործում է այդ հպումը եւ ավելի գեղեցիկ է իրեն վայր գցում, որպեսզի նրա օգտին նշանակվի 11 մետրանոց հարված։ Եվս մեկ հետաքրքիր իրավիճակ նույն խաղից կրկին ԲԿՄԱ-ի տուգանային հրապարակում եղավ իրավիճակ, երբ Արարատը պահանջում էր 11 մետրանոց հարված, կրկնապատկերներում տեսնում ենք, որ ԲԿՄԱ-ի պաշտպանը կատարում է սահանկում եւ փակելով գնդակը, այնուհետեւ խաղում է գնդակ, դիպչում է գնդակին, հետեւաբար մեր կարծիքով տվյալ իրավիճակում խախտում չի կատարվել, քանի որ խաղացողը խաղում է գնդակ եւ լինում է տվյալ իրավիճակում սովորական ֆուտբոլային հպում, որը թույլատրելի է խաղի կանոններով։ Անդրադառնանք վերջին հանդիպմանը, Նոան ընդունել է Ալաշկերտին եւ ինչպես միշտ այս թիմերի հանդիպումը անցավ շատ լարված պայքարում։ Խաղի սկզբնամասում եղավ իրավիճակ, երբ Նոան պահանջում էր նշանակել 11 մետրանոց հարված, սակայն մրցավարը գտնվելով ճիշտ դիրքում, ճիշտ գնահատեց իրավիճակը եւ թույլ տվեց խաղը շարունակել։ Դիտելով կրկնապատկերը կարող ենք տեսնել, որ տվյալ իրավիճակում Ալաշկերտ թիմի խաղացողը գտնվելով Նոա թիմի խաղացողի մեջքի հետևում խաղում է գնդակ, մաքուր խաղում է գնդակ, միգուցե լինում է նաև թեթևակի հպում ոտքերի, նրա ոտքի եւ հարձակվողի ոտքի հետ, դա բավարար չէ 11 մետրանոց հարված նշանակելու համար, քանի որ, ինչպես արդեն նշեցի, պաշտպանը առաջինը խաղացել է գնդակ, որից հետո հնարավոր է, որ եղել է նաև թեթև հպում։ Վերջնական արդյունքում մրցավարի կայացրած որոշումը ճիշտ էր, իհարկե, ինչպես միշտ վար մրցավարները ստուգել են տվյալ իրավիճակը եւ հաստատել են մրցավարի կայացրած որոշումը։ Մեկ այլ իրավիճակ արդեն Նոա թիմի տուգանային հրապարակում մեզ համար, ինչպես նախորդ, նաեւ այս իրավիճակը բավականին պարզ է, ոչ մի բարդություն չկա այս իրավիճակների մեջ, կրկին անգամ մրցավարը գտնվելով ճիշտ դիրքում ճիշտ գնահատեց իրավիճակը, որ երկու խաղացողների միջև ընթանում էր նորմալ ֆուտբոլային պայքար եւ թույլ տվեց խաղը շարունակել, չնշանակելով 11 մետրանոց հարված։ Վար մրցավարները լիովին համաձայն էին մրցավարի կայացրած որոշման հետ եւ ուղղակի հաստատեցին նրա խաղադաշտում կայացրած որոշումը։ Խաղի ամենակարևոր իրավիճակը տեղի ունեցավ արդեն խաղավերջում, երբ Նոա թիմի խաղացողը մրցակցի տուգանային հրապարակում վայր ընկավ եւ մրցավարը գտնվելով շատ լավ դիրքում նշանակեց 11 մետրանոց հարված։ Սակայն վար մրցավարները դիտելով դրվագի կրկնապատկերները համոզվեցին, որ հպում չի եղել պաշտպանի կողմից մրցակցի ոտքին եւ խաղացողը ուղղակի ձևացրել է, որ իր նկատմամբ կատարվել է խախտում եւ դիմել է կեղծակերպ արարքի։ Այդ պատճառով նրանք հրավիրեցին մրցավարին խաղադաշտի տեսահետում կատարելու։ Մրցավարը դիտելով կրկնապատկերները համոզվեց, որ 11 մետրանոց նշանակելը սխալ որոշում էր եւ նա փոխեց իր որոշումը, չեղարկելով 11 մետրանոց հարվածը։ Սակայն մեր կարծիքով տվյալ իրավիճակում մրցավարը պարտավոր էր նաեւ դեղին քարտով պատժել Նոա թիմի հարձակվողին կեղծակերպ արարքի համար, քանի որ տեսակրկնապատկերներում երևում է, որ հպում նրա ոտքի հետ չի կատարվել, իսկ եթե նույնիսկ կատարվել է, ապա այն շատ չնչին է եղել, իսկ հարձակվող խաղացողը չափազանցրել է դա, փորձելով խաբել մրցավարին։ Տվյալ իրավիճակում միակ սխալը այն էր, որ խաղը պետք է վերսկսվեր ազատ հարվածով ի օգուտ Ալաշկերտ թիմի, այսինքն կեղծակերպ արարք կատարած խաղացողը պետք է ստանար դեղին քարտ։ Նոա Ալաշկերտ խաղի ընթացքում եղավ իրավիճակ, երբ երկու թիմերի տեխնիկական գոտիներում գտնվող անձանց միջև սկսվեց վիճաբանություն։ Իհարկե մենք ունենք տվյալ իրավիճակի կրկնապատկերները,
Բայց քանի որ իրավիճակը բավականին տհաճ էր, մենք չենք ուզում ցույց տալ այդ դրվագը, քանի որ այնտեղ առանձնապես մեծ որոշումներ կապված տուգանայինների կամ 11 մետրանոց հարվածների հետ չկան։ Իհարկե շատ տհաճ է, երբ որ խաղի ընթացքում երկու թիմերի տեխնիկական գոտում գտնվող բոլոր անձինք սկսում են վիճաբանել միմյանց հետ եւ նմանատիպ իրավիճակները պետք է փորձենք վերացնենք մեր ֆուտբոլից։ Քանի որ հանդիսականները մարզադաշտ են գալիս դիտելու ֆուտբոլ եւ ոչ թե նմանատիպ իրավիճակներ։ Տվյալ իրավիճակը հանդարտեցնելուց հետո մրցավարը դեղին քարտեր ցույց տվեց երկու թիմերի գլխավոր մարզիչներին։ Հատերի մոտ կարող է հարց առաջանալ ինչու հենց գլխավոր մարզիչներին, քանի որ տեխնիկական գոտում գտնվողների պահվածքի համար առաջնահերթ պատասխանատու է հենց տեխնիկական գոտում գտնվող պաշտոնով ամենաբարձր անձը, հետևաբար գլխավոր մարզիչը։ Եվ տվյալ իրավիճակին ներգրաված էին իհարկե շատ մարդիկ եւ եւս մի քանի հոգի կարող էին պատժվել դեղին քարտերով։ Մրցավարը տվյալ իրավիճակում պատժեց միայն գլխավոր մարզիչներին, բայց նա կարող էր նաեւ դեղին քարտեր ցույց տալ եւս մի քանի անձանց երկու թիմերից էլ։ Համաձայն խաղի կանոնների, երբ որ տեխնիկական գոտում գտնվող անձինք դուրս են գալիս սեփական տեխնիկական գոտուց, դրանով սկսում են վիճաբանություն մրցավարի հետ կամ մրցակից թիմի հետ, նրանք նույնիսկ պետք է պատժվեն կարմիր քարտով։ Հուսով եմ, որ հետագայում Պրեմիեր լիգայի խաղերի ընթացքում նմանատիպ իրավիճակներ այլևս չենք ունենա եւ մենք չենք անդրադառնա նմանատիպ իրավիճակների քննարկմանը։ Այսօրվա համար առանձնացրել ենք այսքանը, կհանդիպենք 4-րդ մրցափուլից հետո։